Ազգային ժողովից զանգեցին, ասացին, որ պարոն Ռուբինյանը հարկ չի համարում ընդունելության արժանացնել միայն ինձ, այսինքն այլ քաղաքացիների հետ հայտարարված ընդունելությունը կայանում է, ինքը փաստորեն ողջ առողջ է, իր հետ ոչինչ չի պատահել, չնայած վերջին հարցազրույցները, բայց ինքը ի վիճակի է ընդունելություն կազմակերպել, բայց ինձ ընդունելության չի արժանացնում, այսինքն պարոն Ռուբինյանը 5-րդ անգամ իրականացնում է նույն հանցագործությունը, որը նկարագրված է Քերիական օրենսգրքի 203 հոդվածում, այն է խտրական վերաբերմունք քաղաքացու նկատմամբ պայմանավորված նրա քաղաքական հայացքներով։ Իդեպ ասեմ, որ նախորդ անգամ ես դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, հիմա էլ կդիմեմ, հենց այստեղից ճեպազրույցից հետո, եւ նրանք վարույթ էին նախաձեռնել եւ ազգային ժողովից պարզաբանել էին ՄԻՊ-ի գրասենյակին, որ հատկապես Ռուբեն Ռուբինյանը եւ Հակոբ Արշակյանը Էդգար Ղազարյանին ընդունելության չեն արժանացնում որպես քաղաքական գործիչ, այսինքն իրենք իրենց գրավոր մեկնաբանությամբ հաստատել են խտրականության փաստը պայմանավորված քաղաքական հայացքներով։ Ասեմ ձեզ, որ այս ընդունելությունների հեղինակը իրենք են, սա ես չեմ։ Ես նոր քիչ առաջ փորձեցի ընդունելություն խնդրեմ ազգային ժողովի նախագահին, հիմա էլ հեռախոսը չի պատասխանում, չգիտեմ ինչի, երևի սուպերսակոն ստեղ կարող է առանձնացել են, հավանաբար, հեսա նորից կփորձենք կապ հաստատել ազգային ժողովի ընդունարանի հետ, որպեսզի իրան էլ տեղյակ պահենք այս իրավիճակի մասին, արդեն 4-րդ ամիսն է, ազգային ժողովի փոխնախագահները եւ 5-րդ ամիսը ներեցեք, մենք մայիս ամսից ենք սկսել այս գործընթացը, 5-րդ անգամ արդեն ընդունելության չեն արժանացնում ցուցաբերելու խտրական հիմա մարդը կարող է տեղյակ չի